Տերը մեծ է ու խիստ օրհնյալ է մեր Աստծուն քաղաքին մեջ իր սուրբ լեռանը վրա։ Աստված անոր պալատներուն մեջ ապավեն կիցած է։ Անոնք տեսածներուն պես զարմացան, զարհուրեցան ու շուտով փախան։ Արևելյան հովով Թարսիսի նավերը կխորտակես։ Ով Աստված, քո ողորմությանդ վրա կմտածենք քո տաճարիդ մեջ։ Սիոն լեռը թող ուրախանա ու Հուդայի աղջիկները թող ցնծան քո դատաստաններուդ համար։ Ուշադրությամբ դիտեցեք անոր պարիսպները, անոր պալատները զննեցեք, որպեսզի գալու ազգին պատմեք։ Աշխարհը սիրեք, ինչպես որ այն կա։ Սիրով խաչվեցիր, քո կյանքով վկա, որ քեզ հավատանք ու հանգիստ ապրենք, եւ մեր Հիսուսի սերը վայելենք։ Սեր, ուրախություն ամեն մարդ չունի։ Աստծո պատվերը սիրով կատարի, որ Տերը գտնի իր զավակներին, երկինք գնալով փարվի աստղերին։ Աստված մեզ հետ է, գիշեր ու ցերեկ, այս սուրբ օրհնությամբ մեզ մխիթարեք։ Ինչ արած, կյանքը դժվար է երկար, բայց Տիրոջ սերը հավերժ եւ անմար։ Ես քեզ եմ տալիս իմ տկար հոգին, սիրով քեզ լցնում հավատով անգին։ Ինչ արած կյանքը մի խաղալիք է, իսկ Տիրոջ սերը հավերժ մեզ հետ է։ Հակոբ ու նամակին առաջին գլխուն երկրորդ համարը մինչև 8-րդ համարները։ Եղբայրներ, բոլորովին ուրախության արժանի բան սևեցեք, երբ փորձանքներու մեջ ինակ։ Գիտնալով, որ ծեր հավատքին փորձառությունը համբերություն կներկործե, բայց համբերությունը կատարյալ ներկործություն թող ունենա, որպեսզի կատարյալ ու ամբողջական ըլլակ ու բանի մը պակասություն չունենաք։ Իսկ եթե ցեզ մեկը իմաստություն է բացած լա, թող խնդրե Աստծուց, որ ամենուն արադապես կուտա ու չի նախադեր եւ անոր պիտի դրվի։ Միայն թե հավատքով թող խնդրե ու չերկմտի, վասնզի ան որ երկմիտ է, ծովուն հողմագործյալ ու դատանյալ ալիքներուն նման է։ Այն մարդը թող չգարձե թե Տերոջ մե բան մը պիտի առնե։ Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճամփաներուն մեջ։ Ամեն։ Շնորհակալ ենք քույրեր, դեռոջ շփարկին համար գարտացիք եւ նայենք, որ ինչ ունի սելիկները այսօր մեզ բոլորին։ Հատվածը, որ գարտացվեցավ Հակոբու առաջին գլխուն երկրորդ համարը։
Մեր այսօրվա խորհուրդը հավատքի մասին է։ Երրորդ համարը գսե հետևյալը. գիտնալով որ ծեր հավատքին փորձառությունը համբերություն կներկործե, բայց համբերությունը կատարյալ ներկործություն տող ունենա, որբեսի կատարյալ ու ամբողջ ըլլակ ու փանիմը բագասություն չունենաք։ Նաև կշարունակե. միայն թե հավատքով թող խնդրե ու չերկ մտի, վասնզի ան որ երկմի դե ծողուն հոմագոցյալ ալիքներուն դադանյալ ալիքներուն նման է։ Հավատքը կներկայացնե Աստծո ներկայությունը մեր կյանքի մեջ, որ անդեսանելի է։ Հետևյալ հատվածը, որ պիտի գարտամ, Եբրայեցիս առաջ 11-րդ գլուխ առաջին համար։ Արդ հավատքը հուսացված բաներուն հաստատությունը ու չերևծած բաներուն ապացույցն է։ Վասնզի անով առաջինները վկայություն ընդունեցին։ Անկամ ես կարտան, որ լավ ծերծրդեն մեջ անցինչ կսեգոր արակյալը։ Հավատքը հուսացված բաներուն հաստատությունը ու չերևծած բաներուն ապացույցն է։ Ուրեմն ինչ բան որ մենք Աստված մեր աչքերով չտեսանք, ուրիշ ոյ մեկ հրեշտակներ չտեսանք այս աշխարհի վրա, աշխարհը ստեղծված ադենը, անդեսանելի հզոր Աստծո մցերկով զորություն մգար եւ հաստատեց այս աշխարհը եւ դրավ, որովհետեւ մենք հավատանք, թե ինքն է մեր Աստվածը, ինքն է մեր ստեղծիչը, ինքն է մեր հաստատուն բահողը այս աշխարհի վրա, որովհետեւ այս մեկ իր աշխարհն է։ Եվ ինքը ստեղծեց աշխարհի վրա ինքը չերևծած անձնապես։ Ուզեց ապացուցանել, որ միան հավատքով գա որ գրնանք մենք երտնային թակավորությունը ժառանգել։ Երրորդ համարը հետևյալն է, որ ավելի կհաստատենք իրեն։ Հավատքով իմանանք, թե աշխարհ Աստծո խոսքով հաստատվեցավ ու աներևույթ բաներեն այս երևծածները եղան։ Ինքը բացադրեց։ Հավատքով իմանանք աշխարհ Աստծո խոսքով հաստատվեցավ։ Աստվածը սա որ 7 օրվա մեջ Աստված բոլոր երկիրը ստեղծեց իրեն բոլոր 6 օրվա մեջ եւ իրեն բոլոր պետք եղածները դալով իր ժողովրդին, որ պիտի տներ այս հոմասերուն վրան, աթամենը սկսյալ։ Իրեն հսկա ծրագիրը երտնային խորհրդին ծրագիրը մեր մտքերում մեջ ամբարելու համար պետք է կարողանանք զինքը լավ ճանչնալ հավատքով։ Ուրիշ բանով չեն կնալ հասկանա։ Կրնաս երևակայել ինչպես ամբերը ստեղծրավ եւ ամբերն անցլև պետք է կա, որ մենք ադիգա ամեն օր ճուր ունենանք խմելու եւ նաեւ ինչպես բոլոր աշխարհի վրա բոլոր այն բդղադու ծառերը եւ փանչարեղները դրավ, որովհետեւ այն մարդը որ դիտի տներ այս աշխարհի վրա պատրաստեց իրեն համար այն բոլոր ուդելիքները, որ իր աներևույթ վիճակով հաստատեց եւ երևցուց ինքը թե ով է ինքը։ Իր խոսքովը օրինակ մեգամետը սիմա երբ որ Հիսուսի արչե պերին ցերկը չորցած մարդն Հիսուս մի անսավ ցերկը տերգնցուր չորցած մարդուն ցերկը երբ որ Հիսուսը սավ ցերկը տերգնցուր մարդի ցերկ երգնցուր որտեվ այդ մարդը հավատաց որ Հիսուս պիտի գրնա ապեշ ուրեմն Աստված ինքնին կապացուցանեց մեզ ամեն մեկուն աշխարհի վրա ապրած ադեն որ ով է ինքը Հավատքով ապել գայնը ավելի աղեկ զոհմադուցանես Աստծո, որով վկայվեցավ անոր արտարը լալը։ Ապելը զոհմադուցանեց, բայց գայենը իրեն բդուներեն եւ այլ ըմբաները բերավ, որ Աստծո հաճելի չեղավ։ 5-րդ համար Հավատքով ենով երկրե փոխադրվեցավ, այս ենով մարգարե էր, Եվ որվեսի մահճդեսավ Եվ դեղմը չկդան ենովքը Վասնզի ասված փոխադրեց սանիգա ուր փոխադրեց ասված Կանզի անոր փոխադրել են առաջ վկայվեցավ Թե Աստծո հաճելի անձնավորություն մներ Երևակայեցեք Ենովք աշխարհի վրա է Եվ Աստված կսիրե ենովքը Եվ գսե որ ենովք թունքով սպիդլաս Եվ մեկ անգամ են մարդիկ կփնդրեն ենովքը ուր է, ենովքը չի գա։ Ենովքը չմեռավ, չտաղեցին, heç մի լուր չի գա։ Բայց Աստծո հաճելի է սա որ ենովքին եկուր, ենովք թունիմքովը սպնագիր,
Արդեն ես երկրորդ կալստով պիտի կամ շատեր պիտի բերեմ, բայց հիմա նորեն թունքով սեգուր։ Ենով հավատաց իրեն եւ ենով աչքերը փած երկին կնաց։ Անշուշտ Աստված փոխեց, որովհետեւ գրնազին կդեսներ։ Ուրիշ հավատքով անձնավորություն մնալ գա։ Ասոնք մեզի աստվածային օրինակներ են, որ կարողանանք մեր հավատքը հաստատել իր վրա, որ կարողանանք իր հրաշքները տեսնել մեր կյանքի մեջ։ Հավատքով նոյ բատկամ առնել են վերջը Աստուծո է, ասնոյին բատմությունը հրաշալի է։ Աստված իրեն ինչ ասա, որ նոյ տաբան մը պիտի շինես անաբադի մեջ։ Եվ այս տաբանը շինել էդ վերջ, քո ընտանիքի պիտի դառնես այս տաբանի մեջ պիտի տնես։ Եվ ես ժողովուրդը այնչափ մեղ կործեց աշխարհի վրա, որ զղջացի ես այս ժողովուրդը ստեղծելուց, բոլորը պիտի փճացնեն։ Գենթանիներով, թրջուններով, բոլորը մեկ պիտի փճացնեն, մի անտուն ողջ պիտի մնաս։ Ուրեմն տուն հետևյալը պիտի դնես, այս նավը պիտի շինես եւ քեզի դեպի այս բոլոր չափը, այս չափով պիտի շինես նավը։ Մի քանի հարկ պիտի շինես եւ քեզի ես պիտի գրգեմ այն գենթանիները զույգ եւ ուրիշ գենթանիներ 7 պիտի քան եւ այս դաբանի մեջ պիտի մտնեն։ Աստված կխոսի որ նոյն ասի եւ նայեցեք որ նոյ որ չափ հավատքով Աստծո ասած խոսքը գադարեց 120 տարիներ շինելով ատնավ։ Այսինքն մեկը պետք է այնպեսի հավատք ունենա, հավատքը որ աշխարհը միջև երկինք կերտա, որ գրնա Աստծո ասած այնպես գադարել։ Երբ որ վերջացավ նավը, մարդիկ վրանին իրեն վրա խնդացին մարդիկը։ Այսին որոշ չուր չկա, բան չկա, նավը կշեգոր աս մարդը նոյ ցնտերը պամ մեղերը նոյ։ Բայց նոյ սավ Աստված ինձ սավ ես պետք է շինեմ։ Դուք ինչ կուզեք գսեք։ Ես այսօր վիդա աշխարհեմ Հիսուսին դրգիչս վիդոնտոնիմ, ով գուզե ինչ թող խոսի, իմ անունս միդարցանակվի գնաց կրկին մեջ։ Այս է պապակածը Հիսուս Քրիստոսին։ Այս էր պապակածը Աստծո նոյեն, որ նամը շիներ, որպես ազատվեին։ Հետևյալ գարտա։ Աստուծմե թերչերով ցածմաներուն համար վախտնալով դաբանը շինեց իր դունը բրգելու համար, որով աշխարհը ստադաբարդեց եւ ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատքով գլա։ Նոյ ժառանգորդ եղավ երկնային տակավորության մեջ մտնելու իրեն հնազանդը լավուն համար։ Աբրահամ մտի գրավ Աստուծո, քնած այնտեղը, որ պիտի ժառանգեր, եւ ելավ քնած ու չեր գիտեր թե ուր գերտա։ Աբրահամը Աստվածը որ ճամփայել էր ես քեզի ցույց կտամ։ Աբրահամը չեր գիտեր որ գերտա։ Աստված իրեն առաջնորդեց այնտեղը, որ ինքը գուզեր որ Աբրահամը երթա եւ Աբրահամը քնած։ Չէ արծուց ով դեր ուր բիդերտամ քանի հատ մարդ կա որ մեկ ճամփայը բիդերտամ էշ Յորդանիմ չէ։ Ճամփայելա հավատքով գնաց վասն ինքը սпасեր այն հիմերով հաստատված քաղաքին որուն ջարդարաբեդ ու արարիչ Աստված էր ուրեմն ինչ էր Աբրահամը գիտեր որ այն Աստված իրեն ուր որ ճամփա կդանի իրեն երկնային թակավորության ճամփում մեջ կդանի այդ է խորհուրդը ոչ թե բիդերտա քաղաքը պիտի շինե ոչ Ես երկնային թակավորության խորհրդին համաձայն պիտի գալեմ այս աշխարհի վրա, որովհետև ես երկնային թակավորության մեջ ժառանգորդ մը պիտի Աստված ինձ, քանի որ ինքը ինձ սա որ աշամպեն կալե։ Հավատքով Աբրահամին Սարան, որ զերության մեջ էր, Աստված խոստացավ, որ զավակ մը պիտի դայր։ 90 տարեկանեն վեր ամեն բան չորցած էր։ Աբրահամն չվարեցավ։ Բայց Աստված դվավ քանի որ հավատաց այդ զավակ ունենալն յետք ինձ ամբես կտվի այս մարդոց հավատք եւ որ գարտամ Աստված Աբրահամին ասա որ քո այդ մեկ հատ զավակը ինձ ողջագես բիդանես Չի խոսեցավ իրեն, չի հագաջարեց, չսա որ Սարան 90 տարեկանին դղամը դվիր ինձ հայրեմ և հիմա գուզես որ եկեի զոհն եմ, ասի ինչպես պիտի լա,
բայց չէ, այդպես չսա։ Էշին վրա պայդը դրավ, դղանալ ուրիշ էշին վրա դրավ եւ կացին միջև այն լերը ուր որ Աստված որոշերը որ ինքը զոհ բիտ մալուցաներ։ Իր ուզած եր, Աստծո ուզած երգին լերան որան է որ զոհ պետք է մալուցաներ։ Երբ որ Աբրահամ Իսակը բادرակ պիտի մալուցաներ եւ պայդին վրա դրավ, բայց իր մեկադիկ որդին գմադուցաներ, որուն համար ասված էր Իսահակով քեզի սերունդ պիտի դրվի։ Աստված խոստացած էր, որ Իսահակով սերունդ պիտի դրվի։ Եվ այսօր հիմա Աստված գուզե, որ Իսահակը զոհը լայր է։ Նայեցեք Աբրահամի կմտածեր։ Եվ Աբրահամ կմտածեր, թե Աստված կարող է մերելներն ալ Իսահակ հարուցանել, եթե գրնա Աստված 90 տարեկան գինին զավակ մտալ, ուրեմն քերեսմանեն Իսահակն ալ գրնա հարուցանել։ Անկիստ էր միտքը Աբրահամի։ Ուստի որպես նախադիբար ընդունեց սանիգա։ Ինչ որ Աստված ասավ եւ գդարեց։ Կսանիներորդ համար Եբրայեցիս 11-րդ 20-ը այս մեկնալ դերդա որ մեր հավատներն ալ այնադենվա հետ իրեն հետ ժողովրդի նման ալան հավատքով երբ Իսրայել Եգիպտոսեն Աստված ուզեց հանել դարավ այն Զովուն եզերքը, Գարմիր Զովուն եզերքը, եւ երբ Եգիպտացի փանագը սկսավ կալ Իսրայելի ժողովրդին յետևեն, եւ Իսրայելի ժողովուրդը տեսավ թե Եգիպտոսը գուկա եւ մեզի հոսպիտի մերցնե։ Աստված Մովսեսին ասավ. Կավազանդ Զովին վրա երգնցուր Մովսես։ Մովսես երկու անգամ չմտածեց։ Մովսես կավազանը Զովին վրա երգնցուց։ Եսա Զովին վրա նավով կացած է։ Եվ ածովը պաժնվեցավ, երկուքի պաժնվեցավ, և մեջտեղեն ջամպամը պացվեցավ, որ գրնա Իսրայել ժողովուրդ ազատվի։ Մովսես հավատաց Աստծո, և այդ բոլոր ժողովուրդը ցամաքով այդ Զովուն մեջ են, անցավ դեպի մյուս Եվ Աստված ուզեց ցույց տալ Իսրայելի ժողովրդին այնադեն, որ ընդրյալ ժողովուրդ էին։ Նայեցեք ինչ պիտենեմ մնացածը։ Եգիպտացիները տեսան, որ Իսրայելը անցավ ածով են, ասին որ մենք հայրտան գերենց հետևեն, որը սպանենք։ Եվ իջան այդ Զովուն մեջը։ Աստվածին չրավ։ Սա որ Մովսեսին նորեն կավազանը դարձուր եւ ճուրեր արու միացան եւ Աստված Իսրայելի թշնամիները ինքը վերցուց մեջտեղը։ Գեսադորա մարչեմ հասկունար հիմա կայացած պատերազմը։ Հավատքով Երիքովի բարիսները ինգան 7 օր անոնց բոլորտիկը բդելով։ Երիքով, սա որ հեսու ինքնա Երիքովի շուրջը հատ բարիսներուն ճոշկամը 7 անգամ դարձիր։ Հնազանդեցավ ժողովուրդ։ Փանակը հնազանդեցավ։ Գաբար չզարգին, փամը չզարգին։ Միայն 7 օր դարձան հատ բարիսին ճոշկոմ, հատ բարիսը փլելու համար որ չափ տնտանոտ պետք էր։ 7 անգամ դարձան եւ վերջին անգամ ինչ ասավ, փողերը հնչեցուցեք եւ բացականչեցեք։ Փողերը հնչեցուցին, երբ որ փողերը հնչեցուցին, հատ փողերուն ցայնը տնտանոթի ցայներն ավելի զորավոր եղավ բادرուն եւ փլան։ Եվ ժողովուրդը Երիքով մտավ եւ կրավեց։ Մեկ հատ բորնիկի մնալ գար at քաղաքին մեջը անհավատին մներ բայց քանի որ լրդեսներուն որ հեսու գրգած էր որ լրդեսները այդ քաղաքը լրդեսեն այս
ինքը գսե Ռահաբ բորնիկին դունը կացին եւ գեցան։ Ուրեմն Ռահաբ բորնիկը հավատաց, որ Աստված իրեն բիդազադե։ Եվ Աստված այդ լրդեսներուն հոգտանելուն համար Աստված այս Ռահաբ բորնիկ եւ իր ընտանիքի բոլոր անդամները ազատեց եւ չմեռան։ Այսօր թիմաց եղող, այս մեր հավատքին թիմաց եղող, մենք թշնամի ունենք։ Եվ ցեզի պիտի գարտամ այդ հատվածը, որ այս թշնամին ինչպես կաշխատի մարդուն հետ, որպես Աստծոց մհերացնի։ Եվ այդպեսով պիտի փակե։ Սատանան համաշխարհային ժողովը կումարեց իրեն թևերուն, իրեն պատկանող թևերուն, իրեն արփանյակներուն։ Եվ հետևյալը ծրագրեց, բոլորին գխոսի իրեն թևերուն։ Մենք չենք կրնար քրիստոնյա հավատացյալները արգելել եկեղեցի երթալը։ Շատ լավ գիտեք որ։ Ոչ ալ գնանք զանոնք կեցներ սուրբ գիրքը գարտալը։ Եվ ճշմարտությունը գիտնալը։ Զանոնք չեն կրնար նույնիսկ զանոնք արգելել իրենց բրճին հետ հարաբերություն չունենալը։ Մեր բոլոր կյանքին փորձառություններն են ասում։ Անկամ որ Հիսուսը անձնապես ընդունին իրենց վրա մեր ունեցած զորությունը գճկանա։ Խոստովանի որ երբ որ Հիսուսը մենք բերբերգիչ ունի, իրեն զորությունը արդեն չկացած։ Չի գնար աճողի։ Ուրեմն ցկեցեք որ երթան իրենց եկեղեցիները թող մասնակցին հաղորդության սեղաններուն, բայց իրեն ժամանակը կողցեք։ Իրենց ժամանակը կողցեք։ Որբեսի արիթը չունենան Հիսուսի հետ մտերիմ հարաբերություն մշակելու։ Ուրեմն, երբ որ Սատանան մեր ժամանակը կողնա, մենք ժամանակ չունենք Քրիստոսի հետ ժամանակ անցնելու մտերիմ բարեկամություն ունենալու, աղոթելու, սուրբ գիրքը գարտալու, վկայելու։ Ասիկա որ գուզե կողնալ մեզ մենք, եւ ուրիշ շատ բաներ ալան։ Սա գսեմ անպայման ընեք, հրամայեցեք Սատանան վճռականությամբ, նաև արգելեցեք զանոնք իրենց բրճին մոդենալ է եւ անոր հետ օրվան ընթացքին հիմնական գաբակցություն բահել է։ Ուրեմն Աստծո թշնամին ուզե որ մեզի մեր ժամանակները խլե եւ մեր փերանները կոծե, որ մենք չկարողանանք մեր Քրիստոսին հետ հարաբերություն ունենանք, որ ինքը կհարցակի մեր հավատքին վրա, եւ որ այս մեկը գնե մենք կդգարանանք, քանի որ ժամանակ չվատնեցինք Հիսուսի հետ, ժամանակ չունեցանք իրեն հետ հարաբերություն ունենալու մեր առօրյա կյանքի մեջ։ Թեև Աստված մեզի այս բոլոր ստեղծագործությունը ըրած է, բայց մարդ առարածը շատ թյուրությամբ կրնա մոռնալ եւ ասել որ չի իժեր իսկ։ Այս շաբթվա ընթացքին, երբ որ դեմնեի մարդ մի եկավ, տարիքով գրեթե ինձ մեծ, խոսեցանք հետը, ինքը նվակարան մը գնվակ է, երբ որ ինքնաշարժին գնաց, կովկացի, ես իքեդես կեզի հարցում մոնիմ, առաջին անգամ ծանոթացած եմ այս մարդուն։ Ըսի տուն Հիսուսը քո սրտիդ մեջ ունիս, մարդը գեցավ այսպես ինձ նայեցավ։ Չէ, սա բայց զավակներս բոլորը սա մգրդված են։ Ըսի որ հարցումս քեզի է։ Եթե եսի Հիսուսը չունիս, պետք է ունենաս, պետք է ընդունես ինքը քո սրտիդ մեջ։ Գեցավ այսպես, ինքը ինքնաշարժին ղեկին վրան է, տրակմներ, տեսակով վկայնած եմ դուրսը։ Դեսա որ մի քիչ մտահոգության մեջ ինգավ, ըսի մի քանի բան պիտի ասեմ քեզի։ Ըսի նայր։
Առաջինը մենք կշնչենք իրեն օքսիգենը որ դված է մեզի։ Երկրորդ մենք կխմենք անջուրը որ իրենք են գղրգե։ Տուն ինքնաշարժը կքշես այս աշխարհի վրա իր պրապրտին վրան է։ Եվ տուն գուտես այն ամեն ստեղծված փանչարեղներ եւ բդուղները որ գաբրիս։ Երթասի ձովը եւ ցուկը կբռնես կամ 2 կամ 10 հատ եւ գուտես առանց փանի բջարելու։ Ասոնք բոլորը իրեն կպատկանի չէսի։ Եսավ այսպես առաջին անգամ խորեցավ աշխուտունով։ Շվարեցավ, վերջ դարձավ այոսավ։ Ըսի հարցում նա բերենեմ։ Ինքը չի սկսել իմ հարցումը ստենալու, ինքը սկսավ պատմել, որ ինքը լավ գործ ունեցած է, ութականով լավ է, վալն պատմեց վերջացավ։ Ըսի հոս շատ լավ էր, որ ասված քեզի օրտնած էսի, բայց քեզի պամասեմ։ Եթե էսի տուն աստծո ստեղծագործած փանճարեղները ճուդեր եւ բդուները չխմեր եւ անոր միսերը ճուդեր սիգենտայներուն, տուն իմաստություն պիտի չունենայր էսի արտրամը շինելու։ Գեցավ այսպես արտնցավ։ Չվարեցավ։ Այս է հարցը։ Ասված այս ամենը մեր արջևը դրած է, բայց մարդիկ ուր են տեսնելու։ Ես աշճապ աշխատեցա, աշճապ շինեցի։ Տուն ինչպես շինեցի այդ դրամը, եթե տուն այդ փանճարեղներ եւ գերավորներ եւ բդունները չգերով եւ ուշ շնեցար, միտքը աշխատեցավ եւ ունեցար։ Ինչպես չես կրնաս ասված տեսնել յակիդ մեջը։ Քանի որ ես ունիս։ Որովհետեւ հոս խապողը խապած է իրեն։ Քրիստոսը հերո բահած է իրեն։ Եվ ցկեք որ գսե անբես մերեք որ անչափ թող իրենց կորձի մեջը ժամավաճառ լան եւ ժամանակը չունենան որ Քրիստոսի ժամանակ անցնեն այն adեն դունը դակնովրագլա իրենց դունը սավ դակնովրագլա ասի սատանան է խոսող իրեն արփանյանն թևերում իրենց մտքերը զանրապերծուցեք իրենց Անակստությունով, մտահոգությունով, նեղությունով, շրջապատին նեղությունով հրաբուրեցեք սանոնք ինքնաշարժ քշած ադեն ցանասպյուր կամ ցաներից մտի գնել այն բաները մտի գնել որ երբեք պիտի չի փառավորվի Քրիստոսը այլ իրենց կմահաճուկին համար մտի պիտենեն այդ մեկը ժամավաճառեք աշխարհի երաժշտություն անոնց մտքերում մեջ եւ անոնց սերդերում մեջ դրեք Կաղանտ բաբան դվեք անոնց, որ արկելեք զանոք իրենց զաբակներուն զնունտի սկսած իսկական իմասը սորվեցնելու։ Նաբաստակներ դվեք իրենց, հավգիտներ դվեք զատգին, իրեն հարությունը շելու համար։ Ասոնք ամեն իրեն զրակիրներն են, որ մենք այս աշխարհի վրա մարդիկ միլիոններով կորզակտրեն եւ գույր են։ Այդքան սպաբայեցեք զանոնք, որ չկարողանան բնությունը վայելել եւ Աստծո ստեղծագործության մասին մտածել։ Աստծո ինչին մասին մտածել։ Աստծո ստեղծագործության մասին թող չի մտածել։ Եթե մարդը Աստծո ստեղծագործության մասին չի մտածել, արդեն ինքը դետնի փոշին բես է։ Ատկեց ավել չի գնալա։ Արկիլեցեք սանոն գաղոթել է։ Եվ երբ աղոթքի ենան, իրենց միտքը այլևայլ խորհուրդներով գրավեցեք, որպեսզի անոնց կենտրոնացումը Աստծո վրա չլա։ Ասի մեր թշնամին զրակիրն է, որ այս մեկ արձանագրված է շուկիրքի մեջ։ Ասկամ հագետ չեբով դրած է մեզ ասիկա։ Վաստիկ սատանայի զրակիրը, թևերը ամիջապես կորզի լծվեցան։ Ամենուրեք քրիստոնյաներուն հավատացյալներուն յետևեն սկսան այս իրենց հրամանին վրա երտալ։ Մասնավորապես արկելելու զանոնք Հիսուսի փրկության ավետիս հաղորդելու եւ անոր կյանքեր հեղաշրջելու զորության մասին պատմել է։ Վգայելու զորություն պիտի դրե, որ չլա որ քո վգայությունը մոտ մեկ ապաշխար է։ Հիսուս հոսք ու կամեզի իր սերովը եւ իր հավատքովը։ Սարկիս կսերստա ցերկի 400 մարդունեսի, ցերկը երկնցուր։ Ես խաչին վրա քեզ սիրեցի, ցերկերը սպասի Մարիոնը ստապեցի, որբեսի քեզի քու մեղքերը քեզի ներեմ եւ իմ սերը քեզի հայտնելով երբնային տակավորության մեջ քեզի հրավիրեմ։
Արաքյալներուն արջևը երբ որ գնաց համբարձավ իրանց արջով է սկսավ ու երկին կերտալ։ Երկու ռեշտակները կան արաքյալներուն ինչ որուն գնայեք, որուն կսպասեք, այսօր Հիսուսը որ ցեզն պատժվեցավ այսպես է պիտի վերադառնա։ Ուրեմն ասոր թշնամին գուզե որ ժողովուրդը գուրության մեջ բայ, որպես երկնային թակավորտենեն զրգե։ Մեր իրավունքը մեր ցերկեն գուզե առնել աստծո մեզի դված ծրի փրկությունը եւ մեզի դանել ուր որ ինքը պետք է լա Հիսուսի կալստենի հետ, որ է դժոխք։ Թոդերը այս պատկամը մեզ ամեն մեկուն սրդին խոսի եւ մեր հավատքը ավելնա եւ Հիսուսը սիրենք, Հիսուսը պաշտենք, Հիսուսը վգայենք եւ անոր մասին մտածենք ամեն օր։ Երբ որ հավատը ճուրգը խմես, միտքդ բեր որ ասիգա աստուզ մեկ էզի եկած է։ Երբ որ գերագուրը գուդես, քիծիր որ ասմեգը դերոջ մեկ կուսեղանետ վրա տրված է։ Երբ որ իմաստուն գլաս եւ գսկիս հաճողություն ունենալ, քիծիր որ at գերագուրներ նված ուժով նվորտուն գրծար քու կորձիտ մեջ հաճողություն ունենալ եւ իմաստուն գծար լալ։ Եվ երկու մտքի վրա միլլար։ Ինչ որ գարտացվեցավ։ Երկու մտքի վրա եղողները հաճողություն չեն գտներ։ Իսկ ասիգա անեմ, ասիգա չնեմ, ասկա անեմ, ասկա չնեմ։ Մեմնա գտեսնես որ արդեն դարիք 80 հասերը ոչ ադիրերը, ոչ ադիրերը։ Ոչ Հիսուս ընտուները, ոչ Հիսուս ճամփու մեջ քալերը, շիվարերը։ Ասիգա է։ Հոմագոձյալ ալիքներուն գնամանի երբ որ մարդը դա կսկսի կասկածամի դլալ, երկու մտքի վրա լա։ Երկու մտքի վրա եթե նոյալար դաբանը բիչիներ, դաբանը բիչիներ։ Եթե Աբրահամ երկու մտքի վրա լար, իրեն զավակը զոհբանցանալու վիճերտար։ Եթե Ապելը եթե երկու մտքի վրա լար զոհբիդի չմալ դուսանդեր։ Ուրեմն հավատքով երկինք եւ երգիր ստեղծվեցավ, որբեսի մենք կարողանանք հավատալ Հիսուս Քրիստոսի ու փրկվենք մեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ձեզ մեկը խնդրեմ անոնք, որոնք դակավին Քրիստոս ընդունած չեն, Քրիստոս ընդունեցեք։ Այսօր առաջարկ մնալ ունիմ Facebook-ի վրա եղողներուն։ Անոնք, որոնք կփափակին եւ գխորին որ այս պատկամները դերոջի խոսքը գրնան ոյ մեկտեղ ծեր քաղաքին մեջ դալու, քալով հոն դերոջի խոսքը դալու, ժողովրդին շատ լալը պետք չէ, քանի որ գնաք հավաքել, ինձ հեռացանեցեք, ինքնիվս 5-9-2-9-8-60-63, որ մեկ քաղաքի մեջ որ գուզեք, որ ավետարանչական պաշտամունք ունենանք մեկ օր կամ երկու օր, ինձ գրնակ հեռացանել, ես դերոջի խոսքը դարածելու համար ոչինչ պետք ունիմ նյութական օգնության, ինչ որ դերը դված է ինձ իր парքին համար գործածենք, թող գիներ բրգվին, որ մեկ քաղաքի մեջ որ եք, գրնակ հեռացանել ինձի, եթե դերը ծերծի մեջ գտնե, եւ ասեք որ Սարգիս եղբայր, խնդրենք որ մեր քաղաքը կաս եւ դերը շուտ կամես դաս։ Այժմ ցդեսություն, ինչեւ հաջորդ հանդիպում։